հայտնի ուրեմն քրեական գործերի շրջանակներում հոգևորականների պաշտպանության հետ կապված գործողություններին, երբ որ պաշտպանները իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ փորձում էին իրականացնել փաստաբանական գործունեություն, սակայն ուրեմն վարույթը իրականացնող մարմնի գործողությունների արդյունքում հնարավորություն չունեն տեսակցելու իրենց վստահորդներին, հնարավորություն չունեն իրականացնելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Իսկ որոշ դեպքում նաև վստահորդներից մեկը անհայտ էր գտնվելու վայրը եւ որևէ կերպ հնարավոր չէր ուրեմն պարզել ուրեմն այդ հանգամանքը։ Ես ուզում եմ տեղեկացնեմ, որ սա ուղղակի միջամտություն է փաստաբանական գործունեությանը եւ ուղղակի խոչընդոտում է փաստաբանի մասնագիտական աշխատանքը։ Հաջորդ դեպքը կապված էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված ուրեմն անհամաչափ միջոցներին գրառման կապակցությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը համապատասխան գրառում էր կատարել սոցիալական ցանցերում, ի դեպ նախորդ ասեմ, որ այդ գրառման գնահատականը չեմ ուզում տալ, քանզի նաև այս պահին իրականացվում է կոնկրետ դատական process-ի մեջ են գտնում եւ իրավական պաշտպանություն եւ անկեղծ անձնական կարծիքս կասեմ, բնականաբար ողջունելի չի եւ ուրեմն տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին։ Սակայն հարցը դա չէր, հարցը այն էր, թե այդ ենթադրյալ արարքի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը ինչպիսին էր։ Ձերբակալման ժամանակ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառում են անհամաչափ միջոցներ, խոզարկություն է իրականացվում ուրեմն իր փաստաբանական գրասենյակում, արգրավում են էլեկտրոնային կրիչներ եւ անձնական համակարգիչ եւ հեռախոս։ Սա անթույլատրելի երևույթ է եւ մենք դուք գիտեք, որ նաեւ արկա իրավակարգավորումներով եւ միջազգային պրակտիկով արգելվում է արգրավել փաստաբանի անձնական կրիչները, որտեղ այդտեղ ունենք փաստաբանական գաղտնիք եւ առնչվում է մի շարք վստահորդների շահերին։ Եվ բացի այդ, ուրեմն այդ ձերբակալման գործընթացը մեղմ ասած տպավորություն էր հաշվի արդարի, որը որ եւս ընդունելի չէր, եւ այս առումով ակնհայտ էր, որ փաստաբանի կարգավիճակով նաեւ որոշակի առումով պայմանավորված իրականացվում է այդ գործողությունը։ Եվ վերջի դեպքը մի քանի օր առաջ այսպես տեղի ունեցավ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ էր կապված, վերջինս իրականացնում էր մասնագիտական գործունեություն եւ այդ մասնագիտական աշխատանքի իրավապաշտպան աշխատանքի առաքելության շրջանակներում նա բերման է ենթարկվում, այնուհետև կալանավորվում է, կիրառվում է խափանման միջոց, որը առհասարակ անհամատեղելի եւ հաշվի չի առնում փաստաբանի կարգավիճակը։ Բացի այդ հաշվի չի առնում ձերբակալելիս, որ նա իրականացնում էր մասնագիտական գործունեություն, եւս սա միջամտություն է մասնագիտական գործունեության, եւ այսպիսի միջամտություններ է տեղի ունենում փաստաբանների նկատմամբ, որը որ փաստաբանների պալատը, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Այս առնչությամբ ես արդեն իսկ պատրաստել ենք մենք համապատասխան նամակներ միջազգային կառույցներին եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի այդ խախտված իրավունքները ուրեմն նախ վերականգնվեն եւ շարունակելի չլինեն այս հանգամանքները։ Տեսեք, ես իհարկե Կոչուբաևի միջադեպից կփորձեմ գալ եւ կներկայացնեմ իմ հետ կապված միջադեպը։ Ալեքսանդր Կոչուբաևը փաստաբան բնականաբար գրառում էր կատարել, որի հետ կապված այդ գործընթացը սկսվեց։ Մեր հանրության մոտ որոշ մարդկանց մոտ եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կա թյուր ըմբռնում, թյուր ընկալում փաստաբանների պալատի դերի մասով։ Բոլորին թվում է, որ փաստաբանների պալատը դա փաստաբանների դաստիարակն է եւ հետեւից պետք է պտտվի, եթե սխալ արեց, միանգամից դաստիարակի, այդպես չի։ Փաստաբանների պալատը վերացարկված վերահսկողություն չի իրականացնում փաստաբանի նկատմամբ։ Փաստաբանը անկախ է նաեւ փաստաբանների պալատից, այդ անկախության երաշխիքների մեջ դա էլ է մտնում։ Եվ միայն օրենքով նախատեսված առիթների դեպքում է, որ փաստաբանների պալատը կարող է միջամտել։ Այսինքն, եթե մեկը իր Facebook-յան էջում փաստաբանը վատ գրառում է կատարում, նույնիսկ եթե փաստաբանների պալատի նախագահ պարոն Բաբան անձամբ կարդում է դա, իրեն որևէ իրավունք դա չի տալիս, որ ինքը այդ համացանցի մեջ նշված գրառման հետ կապված միջոց ձեռնարկի։ Բայց եթե առիթը լինի, ինչ որ մեկը բողոքի, դրա հետ կապված օրենքի այդ առիթները եթե ի հայտ գան, ապա այո, պալատը պետք է ընթացք տա։
Սա ուզում եմ ասեմ, որ տպավորություն չստեղծվի, որ փաստաբանների պալատը ասես բարձի թողի վիճակում է թողել, փաստաբանները այո, հայհոյանքներ են տարածում կամ վատ խոսքեր են ասում եւ խրախուսում է դրանով այդ վարկագիծը։ Այդպես չի։ Միշտ էլ պատմությունը ցույց է տվել, որ փաստաբանների պալատը այդ հարցին խիստ է նայում։ Սա մեկ։ Երկրորդ, եթե մեկը կարմիր լույսի տակով վարել է, դրա համար այդ մարդուն մահապատիժ չեն տալիս։ Ամեն խախտում ունի իր բնականաբար իրավական հետևանքը։ Եթե Կոչուբաևը գրառում է կատարե ինչ-որ բան խախտող, ապա դրա հետ կապված բնականաբար կար կարգապահական ընթացակարգ։ Ամենայն դեպս չեզոք դիտորդի համար այն ինչի մեջ իրեն մեղադրում են եւ այն ձևով ինչպես որ իրեն ձերբակալեցին, անհամաչափ էր եւ շատ, այսպես ասեմ, պաջողական իմաստ ուներ։ Եվ այս առումով իհարկե դատապարտելի այդ գործընթացը։ Վերադառնա մեր հոգեվորականներին։ Տեսեք մի այս հակաեկեղեցական շարժման դրամաբանության մեջ ինչ է տեղի ունեցել։ Հոգեվորականներին, քահանաներին տնից ուղակի բերման են ընթարկել, մտել են խուզարկել են բոլորի տները, առավոտ վաղ ժամը 7-ի կողմերը, ահաբեկել են ընտանիքի անդամներին, մի պատկերացեք բոլորը ձեր ընտանիքներում, առավոտյան են մարդիկ դեռ արթնացած չեն կամ նոր են արթնացել եւ երեխաների ներկայությամբ մտնում են այդպես մարդիկ, սենց վախենալու բաներով եւ փորձում են խուզարկություն անել, արգավել երեխաների հեռախոսները, պլանշետները վերցնել, շատ անսովոր եւ վատ վիճակ է։ Եվ ավելին քահանաներին տանում են, տեղափոխում են ոստիկանությանը, քննչական մարմին, տարբեր տեղեր, իսկ մեր վստահորդներից Մկրտիչ Սրբազանի տեղն էլ չէին ասում, նույնիսկ չէին ասում ինքը ձերբակալված է։ Եվ այստեղ մենք նաև քրեական օրենսգրքում ունենք բռնի անհետացում հանցակազմը, որ ուղիղ այս դեպքի հետ է կապված։ Եվ ցավալի էր, բայց նման մասշտաբի խախտում չի եղել։ Ես ասեմ, 2001 թվականից փաստաբան եմ եւ ներկայացրել եմ շատ մարդկանց իրավունքներ ընդդեմ նաև իշխանությունների։ Այո, նախորդ երկու նախագահների ժամանակ էլ ես ներկայացրել եմ մարդկանց շահեր, որոնք խնդիրներ են ունեցել եւ բնականաբար իրենց նկատմամբ էլ ապօրինություններ են թույլ տվել։ Ես չեմ ասում, որ այն ժամանակ լավ ա եղել, հիմա լավ չի, այն ժամանակ էլ վատ դրսևորումներ եղել են, բայց այն ժամանակ էլ իշխանությունը ժողովրդից վախենում էր, վախ կար։ Լրագրողներից վախենում էին, որ այդ վատ արարքը կարող է հստակ ներկայացվի։ Այս իշխանությունները ցավոք այդ վախը չունեն։ Եթե նկատել եք, չեն վախենում ոչ մի բանից։ Ոչ միայն չեն վախենում, չեն էլ ամաչում։ Տեսեք, մի քանի ժամ փաստաբաններին չէին թողնում մուտք գործեն քահանաներին, ուղղակի այսինքն քահանաներին իրավաբանական օգնություն ցույց տալու, չէին թույլատրում։ Եվ ցավալի է սա, ընդ որում, երբ որ մենք այդ օրը ես ներս մտա, առաջի կոնտակտը ստացվեց, ես մի քանի քահանաների տեսա, երբ նոր էին իրենց բերման ընթարկել, եւ մի քանի քննիչ են կանած, ես հարցրեցի, ինչ կարգավիճակ ունեն այս քահանաները։ Բերման եք ենթարկել, ասեց ոչ, իրենք վկա են։ Ասի եթե վկա են, բա ինչու եք հարկադրաբար բերել։ Եվ քահանաներից մեկն ասեց ոնց, ես կարող էի չգալ։ Քննիչը ասեց այո։ Ընդ որում ազգանուններ Քաջազնունի, բաժնի պետի տեղակալ, ասեց այո։ Եվ ասի եթե այդպես է, ուրեմն իրեն ծանոթագիր տվեք, այս մարդը իր փաստաբանի հետ ներկանա։ Քննիչը ծանոթագիրը գրեց, տվեց քահանային։ Այդ ծանոթագիրը իմ մոտ կա, նկարել եմ այդ բանին։ Եվ քահանան դուրս եկավ ինձ հետ, եւ քննիչներն էլ խոստացան, ընդ որում ես խնդրեցի, ասեցի, հասկանում եմ, որ այս գործը առանձնահատուկ է, քաղաքական զգայունություն ունի, բայց ձեզ խնդրում եմ, որպես իրավաբանը իրավաբանին, խնդրում եմ ձեզ օրենքի սահմանները չանցնել։ Այսինքն դուք էլի կարող եք ձեր պատվերը քաղաքական կատարել, բայց մարդու իրավունքները պաշտպանելով, այդ իրավունքի, ինչպես ասեմ, լկտի խախտումը չանելով։ Եվ այդտեղ ներկա քննիչները ընդունեցին, բայց մենք երբեք խախտում չենք անում, ասի ավելի ուրախ եմ ձեզ համար։ Երբ որ դուրս եկանք, մյուս քահանաներն էլ նույն բանը, ով որ այդ բանին տեսադաշտում էր, որ ասեցի, երբ որ դուրս եկանք, այս մեր քահանային ներս կանչեցին, դուրս եկան, բա կներեք էլի մի հատ այստեղ բան կա ճշտելու, ներս կանչեցին, դուռը փակեցին։ Դուռը փակեցին եւ իրեն հարցաքննել են, ստիպողաբար հարցաքննել են։ Եվ ինձ մոտ ծանոթագիր եկա, որ իրան 3 օր հետո են կանչել, բայց այդ օրը հարցաքննել են։ Եվ քննչական մարմինը ցավոք թույլ չտվեց, որ փաստաբանները մտնեն։ Դուռը փակել են, ոստիկաններին շարել են, ձեզանից շատերը այդտեղ այդ բանին արձանագրել են, եւ սա շատ ցավալի ու վատ դեպք է։ Ընդ որում կան քննիչներ, որոնք փաստաբանի արտոնագիր ունեն։ Եվ իրենք այսպես գոհ աշխատում են, մտածել են, որ ինչ որ ժամանակ, երբ որ այնպեսի մի վիճակ ստեղծվի, որ դուրս կգան այդ համակարգից, գան այստեղ փաստաբանություն անեն ու գնան իրենց ստեղծած դրվածքի դեմ պայքարեն։ Սա շատ ցավալի փաստ է, սա շատ ցավալի երևույթ է,
Էլ չեմ ասում, որ ամբողջ հոգևոր այս դաշտն են աղտոտում, բայց ցավալի է, որ մենք լուրջ հետընթաց ունենք։ Իրավունքի մարդու իրավունքների պաշտպանության լուրջ հետընթաց ունենք։ Երբ որ պատկերացրեք, որ այս պահին էլ բարձրաստիճան հոգևորականի կալանավորում են, ինչի համար, ասում է դու հարկադրաբար ստիպել եք, ասել եք, ազդել եք իր ընտրելու իրավունքի վրա, ասել եք ում ուզում ես ընտրի, Նիկոլին չընտրես։ Ընդ որում, երբ որ քննիչ հետ հարց ու պատասխան է լինում դատարանում, ես քննիչին հարցնում եմ, ասում եմ, նույնիսկ եթե պայմանական ընդունենք, որ այդ արտահայտությունը թույլ է տալու, պայմանական ընդունում ենք, այդպես է եղել։ Դուք կարծում եք, որ մարդուն համոզելը ինչ որ մեկին ընտրել կամ համոզելը ինչ որ մեկին չընտրել, սա արգելված արարք է, ասում է այո։ Ընդ որում, բացում ենք ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածը, գրված է. քարոզչությունը դա համոզելն է մարդուն ընտրել կամ չընտրել որևէ մեկին։ Նույնիսկ այդ պայմաններում արգելներս դա չի կարող աշխատել։ Տեսեք, խուզարկությունն էլ, նայեք, խուզարկության մասով էլ, ուրեմն անձի ցուցմունքի իման վրա իրանք խուզարկություն են կատարել, որում դրա տեղն էլ չի, առիթն էլ չի։ Վերցնենք նույն Կոչուբաևի օրինակը։ Կոչուբաևը պատկացեք խոսքով ինչ որ բան է ասել։ Ընդունենք վիրավորել է, պայմանական։ Լավ, Կոչուբաևի որպես փաստաբան գրասենյակ ինչ եք խուզարկում, բնական ինչ եք խուզարկում, ինչ եք ուզում գտնել։ Եթե մարդը խոսքով վիրավորել է, դուք խուզարկում եք, որ ինչը գտնեիք։ Այսինքն այստեղ գործ ունենք մենք անհամաչափության հետ, գործ ունենք այս իրավական տերորի հետ, բառից բուն իմաստով։ Եվ հիմա էլ ցավոք դա տարածվում է։ Տեսեք, օրինակ նույն Նաթան Սրբազանի մասով ձայնագրություն են հրապարակել, ակնհայտ է, չէ՞ որ ձայնագրությունը հատուկ ծառայություններն են արել։ Դա կասկած չկա, չէ՞, որովհետեւ մեկի մոտ, որ դա հատուկ ծառայությունների ձայնագրությունն է։ Հիմա դա հրապարակել են եւ հիմա փորձում են մարդկանց վկա կանչելով լեգիտիմացնել այդ ձայնագրությունը եւ որևէ մեկը նույն դատախազությունը այդպես օպերատիվ, ուրեմն քրեական գործ չի հարուցում հեռախոսային խոսակցությունների գաղտնիություն խախտելու մասով, որը նույնպես հանցագործություն է։ Իրենց դա հետաքրքիր չի։ Եվ սա ցավալի փաստ է եւ բնականաբար սա բերել է շատ վատ հետևանքների։ Հիմա նույնն էլ մենք տեսնում ենք, որ այս բան եկեղեցու ներքին գործերին են միջամտում եւ սա նույնպես անում են իրավական այս տերորի ճանապարհով։ Ու ես վստահ եմ, որ այս իրավունքի խախտումները ավելի են սրվելու, ավելի են լկտիանալու եւ հուսանք, որ մենք փաստաբաններս եւ լրագրողներս համատեղ ուժերով գոնե ինչ-որ առումով կկանխենք այդ խախտումները։ Սկսենք Ալեքսանդր Կոչուբաևից։ Ալեքսանդր Կոչուբաևին մեղսագրվել է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավանական արարքի կատարումը։ Ես ընթերցեմ, որպեսզի բոլորին պարզ լինի։ Քննիչի, դատավորի, դատախազի, հարկադիր կատարում ապահովող ծառայության, փաստաբանի վերաբերյալ, ուրեմն արատավորող կամ նշված անձանց իրավունքներն օրինական շահերն այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը, որը կապված է իրենց ծառայողական մասնագիտական գործունեության հետ։ Դուք բոլորը ծանոթ եք Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակմանը եւ պարոն Կոչուբաևի հրապարակման մեջ նշված բնորոշումները կարելի է տարբեր կերպ անվանել՝ վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայոյախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք ինչ է, դա ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումն է։ Ըստ այդմ, արգելի գործընկերներ, 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բաժի սպառնալիքով արարքի մեղսագրումը Կոչուբաևին մեր համոզմամբ հետապնդում էր բացառապես Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու հնարավորություն ստեղծելու եւ այդ միջոցով նաեւ նրան պատժելու ուրեմն ակնկալիք։ Հակառակ պարագայում, այո, հակառակ պարագայում մենք պնդում ենք, որ օրենսդիրը նպատակ չի ունեցել իմ կողմից նշված կատեգորիայի անձանց, այդ թվում փաստաբաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին պաշտպանելու պարզ վիրավորանքից կամ հայոյախոսությունից։ Դրա դեմ պաշտպանության միջոցները նախատեսված են քաղաքացիական օրենսգրքի վիրավորանքի վերաբերյալ ուրեմն կարգավորումները, որի լրագրողները թերևս ամենալավն են ծանոթ, որովհետև վերջին տարիներին հաճախ են զրպարտության եւ վիրավորանքի ուրեմն հայցեր ներկայացվում լրատվամիջոցների դեմ։ Ըստ այդմ մենք նաեւ պնդում ենք, որ Կոչուբաևին մեղսագրվող արարքի ուրեմն փաստական նկարագրությունը չի համապատասխանում այդ հոդվածի
պահանջներին, ըստ այդմ նաև չկա հիմնավոր կասկածը։ Ուստի պարոն Կոչուբաևին կալանավորել այս մասով մենք դիտարկում ենք որպես անօրինական։ Դատարանը կներկայանալու ինչ ասել։ Ինչ ասել։ Դատարանը, եթե ճիշտ եմ հիշում, նոր հանցանքի ռիսկներ տեսել, եթե կարող է սխալվեմ, որովհետև դատական ակտը իմ մոտ չկա, այնուամենայնիվ նաև կալանավորման մասով քննիչները պնդում էին, որ լայնածավալ վարութային գործողություններ պետք է իրականացվեն, հայտնաբերվեն ինչ-որ մարդիկ անհասկանալի, բայց իմ տեղեկություններով 3 արդեն նախաքննության ավարտը հայտարարվել, այսինքն այս մասով ընդհանրապես ընդգծված այն պատկերացումը մեր, որ կալանավորումը լրիվ անտեղի էր։ Նամանավանդ փաստաբանի նկատմամբ, որը իրավագիտակցության այլ մակարդակ ունեցող մասնագիտական գործունեություն իրականացնող անձնավորությունը ունի վստահորդներ մի քանի տասնյակ, եթե ոչ 100-ից ավել, եւ այդ մասով նաև ուրեմն խնդիր կա։ Ռուբեն Մխիթարյանի մասով, ինչպես պարոն Բաբայանը նշեց, Ռուբեն Մխիթարյանը փաստաբան 3 օր առաջ Գյումրու համայնքապետանի դիմաց գտնվում էր կապված իրավապաշտպան գործունեություն իրականացնելու հետ։ Ասվածը որոշները փորձեցին ներկայացնել որպես քողարկում հավանական ինչ-որ գործողությունների, բայց օբյեկտիվ ապացույցներով մենք հիմնավորել ենք եւ դատարանում եւ վարույթ իրականացնող մարմնին եւ նաեւ դուք եք տեսել, որովհետեւ մենք օգտվել ենք ձեր հրապարակումներից եւ ձեր լայվերից, որ պարոն Մխիթարյանը առաջին անգամ երբ ժամանում է համայնքապետարան, ոստիկանների հետ բանակցում է, որպեսզի ներս մտնի համայնքապետարան, հաշվի առնելով, որ ինքը փաստաբան է եւ ներսը ունի վստահորդներ, որոնց պիտի իրավաբանական օգնություն տրամադրի։ Ռուբեն Մխիթարյանը արդեն համայնքապետանից դուրս գալուց հետո, անկախ իր ցանկությունից հայտնվում է մի իրադրության մեջ, երբ երկուստեք ցուցարարները եւ ոստիկանները ինչ որ հրմշտոցի եւ ինչ որ խառը իրավիճակի մեջ ալին։ Հենց ձեր հրապարակած լայվերից մենք ուրեմն համապատասխան վերաբերելի մասնակցել եւ ներկայացրել ենք վարույթ իրականացնող մարմնին, երբ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած, ոստիկանների եւ ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը։ Նրան հենց այդ պահին են արգելանքի վերցնում։ Բացի այդ, կա նաև օբյեկտիվ ապացույց տեսանյութ, որ էլի ներկայացվել է, ես անկաշկանդեմ, որովհետև դա նախաքննական գաղտնիք չի, հրապարակված հանրամատչելի տեսանյութեր են, երբ իրեն ուղեկցող ոստիկաններին ասում եմ, թողեք, ես փաստաբան եմ, ես ինքս կգամ, ասում են, հա, ինքդ կգաս, ասում եմ, հա, թողում են, պիջակը ուղղում է եւ հանգիստ քայլում է։ Եվ նաև հենց այդ պահին մատնանշում է ոստիկաններին, որ 7 հոգով մարդ են ծեծում։ Եվ այդ ժամանակ հենց տեսախցիկը լրագրողը պահում է այդ ծեծի կադրին, որտեղ ոստիկանները ակնհայտորեն գետնին ընկած ցուցարարին հարվածներ են հասցնում ոտքերով եւ ձեռքերով։ Ռուբեն Մխիթարյանին մեղսագրվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ արդարադատությանը խոչընդոտելու ուրեմն արարքները։ Այ մենք նշեցինք, չէ՞, որ ինքը այնտեղ գտնվում էր իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ 486-րդ հոդվածը արդարադատությանը խոչընդոտելու այդ հոդվածը վերաբերվում է արդարադատությանը կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի քննություն իրականացնող մարմնի, ինչպես նաև փաստաբանի կողմից իր գործունեությունը խոչընդոտելու։ Հարց ենք տալիս։ Ասում ենք, այս սիրելի վարույթ իրականացնող մարմին, դուք ունեք ինչ-որ հաղորդում, ինչ-որ ոստիկանի, որն ասում է, որ Ռուբեն Մխիթարյանը խոչընդոտում էր մեր աշխատանքին։ Ունեք Ռուբեն Մխիթարյան, որ ասում է, հարգելիներս, ես փաստաբան եմ, ես իրականացնում եի իրավաբանական օգնություն, ինձ եկան բռնեցին, ձերբակալեցին։ Առնվազն պիտի կշեռքի հավասար նժարներին դնեք։ Ու այնպես ինչպես ստուգում էիք ոստիկանի տված հաղորդումը կամ զեկուցագիրը, պիտի նաև ստուգեիք Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը, որովհետև հավասարապես էլ կարելի է ենթադրել, որ իր կողմից իր մասնագիտական գործունեությունն են խոչընդոտել, որը նույն հոդվածով հետապնդվող պատժելի արարք է։ Բնականաբար վարույթ իրականացնող մարմնի մտքով էլ անգամ չէր անցել այդ հանգամանքները ստուգել, որովհետև մեր պնդմամբ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ նաեւ հետագայում ուրեմն ազատությունից զրկելը կապված չէր վարույթ իրականացնող մարմնի օրենքով հետապնդվող նպատակների հետ։
Իմ անձամբ իմ համոզմունքը հետևյալն է, որ Ռուբեն Մխիթարյանի հանրային հրապարակային ուրեմն իրավապաշտպան գործունեությունը նաև հանրային քննադատական խոսքը ուղղված գործող իշխանություններին կամ իշխանությունների կողմից այս կամ այն ուրեմն դրսևորվող արարքներին, բայց շատ կոնկրետ է, որ այստեղ սահմանափակվել է հենց այդ պահին Ռուբեն Մխիթարյանի որպես փաստաբանի կողմից իրականացվող մասնագիտական գործունեություն, ինչը դատապարտել է եւ պալատը, եւ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, նաեւ հավելեմ, որ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետ նաեւ աշխատում ենք միջազգային կառույցներին եւ միջազգային ուրեմն տարբեր մարմիններին կոմունիկացնելու այս հանգամանքների վերաբերյալ ավելի շատ դետալներ եւ հուսով եմ, որ արձագանքները սպասեցնել չեն տա։